Բարև ձեզ, սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ։ Ողջունում նաև բոլոր մեծերին։ Իսկ եթերում Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդներն են։ Ձեզ հետ է Ներիք Սահակյանը Եվ մաքրասեր գեղեցկուհի իմ գործընկեր Լիլի Գրիգորյանը։ Այսօր մենք ձեզ հետ խոսելու ենք աղբահանության եւ աղբի գոյության վնասների մասին։ Թեկուզ եւ Հայաստանի Հանրապետության աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին օրենքը 2011 թվականին ընդունվել է, բայց դրանով պետք է երկրի աղբահանության հարցը ավելի բարելավեր։ Սակայն իրականում շարունակվում է աղբահանության խնդիրը անհանգստացնել բոլորիս։ Խնդիրը ավելի է լրջանում, հատկապես եղանակներին տաքանալուն զուգահեռ։ Բոլորս էլ սիրում ենք մեր հանգիստը կազմակերպել բնության գրկում։ Հատկապես հայերը, քեֆ, ուրախություն, խորովածներ, գետի ափին սարպավող ձմերուկներ, ուղու շշեր, միանգամվա օգտագործվող տոպրակներ եւ բաժակներ, չմոռանամ հարբած քեռիներ։ Իհարկե, ուրախությունը լավ բան է, հատկապես ծննդյան տոներին բնության գրկում, բայց ասիր ու թողիր, Լիլի ջան, իմ նշած բոլոր ուտելիքների մնացորդները թողնում են որպես աղբ իրենցից հետո ու հեռանում, բացի հարբած քեռուց։ Ճիշտ է, մի փոքր հումորով ենք խոսում այս ավեշտական դեպքերի մասին, բայց եթե լուրջ, ապա նմանատիպ մարդիկ չունենալով գիտակցություն, որ պետք է իրենցից հետո մաքրել աղբը, որպեսզի այն չնպաստի մթնոլորտի եւ միջավայրի աղտոտմանը։ Վերադառնանք քաղաք, ինչու՞ չէ նաև գյուղեր, որտեղ կան մարդիկ, որ իրենց ձեռքներին եղած ապրանքներով աղտոտում են տարածքը։ Իսկ փնթիվարորդները իրենց պատուհանից ինչ ասես, որ չեն նետում փողոց։ Կարճ ասած, աղբանության խնդիրը այնքան ժամանակ ակտուալ կմնա, մինչև յուրաքանչյուր մարդ չգիտակցի, որ ինքն էլ իր երկրի մի մասնիկն է։ Խնդրի լուծմանը հարկավոր է հասնել միասնական ջանքերով։ Ամեն անգամ աղբը գետնին գցելուց առաջ ինքներդ ձեզ հարց տվեք, թե արդյոք ձեզ հաճելի կլիներ զբոսնել համատարած աղբանություն։ Եվ հիշեք, ձեր ամբողջ կյանքում, սիրելի փոքրիկներ, որ աղբի տեղը աղբամանն է։ Եթե ուզում եք ապրել մաքուր, հիշեք Ծուռ թատրոնի ուղիղ խորհուրդները։ Ձեզ հետ էին Էրիկ Սահակյանը Եվ մաքրասեր գեղեցկուհի իմ գործընկեր Լիլի Գրիգորյանը։ Մի շնորհանդիպում։ Հաջողություն ձեզ։